Արդեն ավանդույթ դարձած ամանորյա տոնահանդեսը կիրականացվի այս տարի ևս։ Քաղաքում արդեն վեր է խոյացել տոների թագուհին, եւ նրա զարդարման պրոցեսն ընթացքի մեջ է։ Մինչև դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում այն կավարտվի եւ մեծ շուկով կանցկացվի ամանորյա տոնահանդեսը։ Մանրամասները ներկայացրեց մշակույթի ու սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։ Այս տարի, ինչպես միշտ, պատրաստում ենք եւ կլինի երկու ամանորյա հանդեսներ, մեկը արդեն 4 տարի անցկացնում է կառավարությունը երկրի, այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, հագեցված ինչպես միշտ տաղավարներով, աստղերով, տոնակատարությունով, ձմեռ պապով եւ տարբեր տեսակի անակնկալներով, դա կլինի շատ գեղեցիկ երևույթ, քանի որ մենք արդեն ծանոթ ենք այդպիսի տոնակատարություններին, սկսված արդեն 21 թվականից, այնպես որ հաճելի պահեր կան եւ հրավիրում ենք բոլորին եւ կլինի մեր դեկտեմբերի 31-ին մեր քաղաքային տոնահանդեսը արդեն մեր ձմեռ պապով, մեր նվերներով, մեր համերգով, այնպես որ գեղեցիկ պահեր սպասում են։ Մենք ունենք 10-ից ավելի տաղավարներ, որտեղ յուրաքանչյուր տաղավարում կտեղավորվին երկու ինչ որ, այսինքն մարդ, որ կարող է օգտագործել ինչ որ բան վաճառելով, թեկուզ եւ իրենց թխվածքներով, իրենց թեյու, կոֆեով եւ իրենց ինչ որ ձեռքի գործով, այնպես որ մենք բացառեն արդեն բացվել է գրանցումը նրանց, գրանցում են մեր քաղաքապետարանում, առաջի հարկում 4-րդ սենյակում, այցելեք, յուրաքանչյուր մարդ ով այցել արդեն երևի կեսը արդեն կան, սպասում ենք, որ եթե հանկարծ լինեն մարդիկ, որ ուզենան իրենք նույնպես մասնակցել այս տոնավաճառին, խնդրեմ համեցեք։